Արարողությունը շատ կարևոր է մեր կյանքում, ինչու որ մենք այս ամբողջ իրականության մեջ Քրիստոսի նկատմամբ մեր հավատն է դրսևորում և վստահությունը։ Անհավատ մարդկանց համար սա կարող է համարվել և մեր իրականության մեջ կան այդպիսի մարդիկ ամեն ինչի ավարտ, բայց ոչ, սա մարդու նոր կյանքի սկիզբն է։ Բոլորս հանդերձյալ կյանքը լսում են, իսկ հանդերձյալ կյանքի սկիզբը լինում է մահով։ Մահով ոչինչ չի ավարտ, մահով նորն է սկսվում, անժամանակը հավիտենական։ Եվ այն անձերը, ովքեր Հիսուս Քրիստոսին ընդունում են որպես Տեր և Փրկիչ, այդ անձերը վերադառնում են այնտեղ, որտեղից որ եկել։ Եվ հիմա մենք երկրավորներս տեսանելի ծես չենք կատարում, այլ հոգևոր խորհուրդ, որ աղոթում ենք, խնդրում ենք Տիրոջը, որպեսզի ննջեցյալը մեր օգնությամբ այս իրականությունից հոգին տեղափոխվի մյուս իրականություն ապրի։ Ողորմի Աստված Սուրբ Հոգի մխիթարությունը լինի ընտանիքի անդամներին և խնդրանք միասին հայրներ աղոթքով սկսենք, հայրիկի համար աղոթք արեք, խնդրենք որպեսզի Աստված իր լույս օթևանների մեջ ընդունի, Տիրոջ ներկայությանը հասնի և Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ լինի մինչև իր երկրորդ հարուստը։ Եվ մենք այս իրականության մեջ մնանք բոլոր մեր քրիստոնյաների համար աղոթում։ Օրհնյալ Տեր Հիսուս Քրիստոս, Հայր մեր, որ երկինքս ես, Սուրբ Երևցյան քո, եկես Տեր արքայություն քո, եղիցին կան քո, որպես երկինս և այդ գրի, ըսած մեր անապազոր դուր մեզ այսօր, և քո մեզ պարտիս մեր, որպես և մեկ նով մերոց պարտապանած, և մի տանիրս մեզի գործություն, այլ պրկյաց մեզի ճարեն, զիգվե արքայություն և զորություն և պարքայության սամեն, և ևս խաղոչյանս ներաղաչեսու գնգալ գեցու ողորմյալ, ողորմություն և պարքոր և ոտքո և ոգվի սրբով, այժմ և միշտ և հավիտյանս հավիտյանից։
Զիհայր սիրեց որդի և զամենայնին սուծանե նմազորին դարնե և մեծամեծս ևս կանս սովինս սուծանե նմազ գործս ընվորդուկը ծարմանա Զի որպես հայրարուցանես մերյալս և կենքանի արնեմ նույնպես և որդի զորս կամի կենքանի արնեմ Եվ ոչ եթե հայր դատի զոք այլ զամենայն դատաստան երկորդ ոյուրում Զի ամենեկյան պատվես են զորդի որպես պատվենս հայր որ ոչ պատվես որդի ոչ պատվես հայր զարակիչը նորա Վասն հրաժարու անձանց ննջեցելով ըստեր աղաչեսու Տեր ողորմյան Վասն խաղության մեղած և թողության անցանած նորոքանգուցյալ Հովսեփյան Հակոբ անուն ծառաստուծո ըստեր աղաչեսու Տեր ողորմյան Վասն առաջնորդելով սմա անստվել օթևանս զոր պատյասյաց որդին միացին իտան հոր յուրոստեր աղաչեսու Տեր ողորմյան Վասն լսելով սմա զեն կենարար փողուր և գնալ ընթարաջ պրկչի ըստեր աղաչեսու Տեր ողորմյան Վասն արժանի լինելով սմա դասի աչակողմյան դասուն ըստեր աղաչեսու Տեր ողորմյան Եվ ևս միաբան վասն ճշմարիտ և սուրբ հավատույց մեր ըստեր աղաչեսու Տեր ողորմյան Զանձինս մեր ևս միմյանս տյար աստծու ամենակալի հանձն արասու Քեզ դիարն հանձն եղիցու Ողորմյանց մեզ Տեր Աստված մեր ըստ մեծի ողորմության քու ասացուկ ամենեքյա միաբանության Տեր ողորմյան Տեր ողորմյան Տեր ողորմյան Ամենակալ Տեր որ բարերարությամբ քով աշխարհը սարարեր Եվ ստեղծեր զմարդն ի հողով Եվ ետ իրս նա իկյանս և ի փարաբանության քու Եվ լծուցերս նա բարվոք պարգևոք և առատ ողորմությամբ քով Իսկ նա խապյալի ճարեն արտակցվեցավ ու դրախտեն Եվ անկավ երկիր մահու Եվ զանիծաբերկյանը շարանգյաց Այլ դու ողորմած Տեր ոչ անտես հարարերս կնամոց գթության քով Այլ դարձյալ անդրեն արկես դարձուցեր և հանգուցերի անգիստ կամած քով Եվ այժմ բարերար և բասում ողորմ Աստված ընկալս հոգի Հովսեփյան Հակոբ ծառայից քո այսօրիկ որ ելից ժամանակ պանդխտության յուրով ի վերայ երկրի և ընկալավս լուծումն աշխատությանց և աշխարհահերձ պատրողական խաբեությանց և դասավորյանց սուրբս քո արկայությանը տերնից ուստի մերժյալ են ցավք և հեծություն միշտ հարազվարդ բերկրանով պայծառացյալ տեսլյան բասվածային փառածքուց ուր ուրախանան ամենայն ընտրյալ քով Դնոսին դասավորյատները սոքի Հովսեփյան Հակոբ հանգուցելույս մեր այսօրի Զի և մեկ սովավ հանդերձ հարավորեսու կսկես հայ ընվորդվո և ընծրվող այժմ և միշտ և հավիտյան սավիտենից ամեն Իվերի
շնորհակալություն Քրիստոս Աստված, արհանգիստ եւ ողորմություն, եւ մեզ մեղավորած շնորհիաստողություն անցանած, եւ մտքավության ծերավաչեցուկ, վասանանգության ողոցն, աղաչեցուկ, սփրկիչն մեր Քրիստոս, զիզնոսան դարտարսն դասուսը եւ զմեսկեցուսը, շնորհի ողորմության յուրո, ամենակալ Տեր Աստված մեր, Կեցո եւ ողորմյա, Տեր ողորմյա Քրիստոս, որտի Աստծո անօգնական եւ բարեգութ գիտակու արանչական սիրով դյոքիս հանգուցյալ ծառայից կոց եւս առավել իշատեր Հովսեփյան Հակոբ ծառայիս իշասա համուրնեցի Գարստյան արքայության կողմ արարժանի ողորմության կավության եւ թողության մեղած դասավորյալ պայծառածուն սուրբս քաչակողնան դասում Սիրես Տեր եւ արարիչ ամենեցուն դատավոր կենթանյաց եւ մեռելոց եւ քեզ վայել է բարք իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ ավիտյան սովիտենից Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ երկինս ես սուրբ Եվիցյանն քո եկես թե արքայություն քո Եվիցին կամ որովհետեւ երկինս եւ երկրի ըստ մեր հանապազոր դուր մեզ այսօր Եվ թող մեզ պարտիս մեր, որպես և մեր թողվերոց պարտաբանած, և մի տանիրս մեզ իպորցություն, այդրկյաց մեզ իչարել, զիքոյակայություն և զորություն և բարդ հավիտյանս ամեն, իշատակն արտարի օրդության և իցին, ամեն, ողորմյաս, Ողորմյա Աստված, նորոգանգության, Հակոբ, Սեջանան, Մեծի ողորմության կողմ, վաղջում, վշության կողմ, արավել, Հովսեփյան Հակոբ անուն ծառաստուծո և ողորմյա Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայրեր, որ երկինս ես սուրբ Եվիցյանն քո եկեց թե արքայություն քո Եվիցին
կամքո, որպես երկինս և երկրի, հզացը մեր հանապազոր, կուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մենք թողունք մերոց բարձապանած, և մի տանիրս մեզի փորձություն այդ պրկյազ մեզի չարեն, զիկոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն, և ևս խաղությանս ներաղաչես սուրբ, ընկալ կեցու և ավորմյան, Օրհնություն և փառք Հոր և Որդու և Հոգին Սրբո, այժմ և միշտ և հավիտյան սավիտենից ամեն։ Ալելույա, ալելույա, իխորոց կարդացի արկեսներ, Perlură zainimum, Եղեցին ունկնկոլ ասելս զայնաղոտիցիմոտ, Ալելույա օտի, և ընթողություն, երկյուղածությամբ լվարում, Սրբովետարանիս Հիսուսի Քրիստոսի որս հովանու, Parkes Tեր Աստվածը մեր, Պրոսխոմը ասե Աստված։ Տեր Հիսուս Քրիստոս ասե, ամեն ամեն ասեմ ձեզ, որս բանն իմ լսե և հավատային, որ արակյացնսիս, ընդուն իսկյանս հավիտենակաս, Եվ իդատաստան ոչ մտան է այլ փոխեցավ իմ հավանեիկյաս, ամեն ամեն ասեմ ձեզ, զիգա ժամանակ և արդեն իսկ է, որ ժամերյալ գլսիցեն ձայնի որդվույն աստուծո և որ գլսիցեն գեցեր, զի որպես այրունի կյանս անձին յուրում, նույնպես ետ որդվո ունել կյանս անձին յուրում, Եվ իշխանություն ետ նմա դատաստան առնել, և զիվորդի մարդոյեն դայն զիզարմանակ, զի եկես է ժամանակ, որում ամենեքին, որի գերեզմանս կայցեն, լվիցեն զայնին օրա և եկես են արտակս, որոցս բարիս գործյալից է հարություն գենաց, և որոցս չարարյալից է հարություն դատաստանած, Վասն ընդունելով Տյարն Աստուծո ըսոքի նորոք հանգուցյալ Հովսեփյան Հակոբ անուն ծառացնո ի հանգստյան արդարոցը նստերաղը Մեր ողորմյա Վասն թողելով սորազամենայն հանցանս ըսկաման և զակաման Մեր նստերաղաչեցու ողորմյա Վասն արժանի լինելսմա խաղությամբ և մեծավ հուսով սպասել Տյարնագալուց փողույն ըստեր Տեր աղաչեցու ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա Աստված, թոքվոտ և ստեղծիչ մարմնոց Տերես կենթանյաց և հարություն մերելոց Տվի քեզ բարյաց և մխիթարիչ ամենայն վշտացելոց և անգուցից հավատովի քեզ մնջեցելոց Ռոստացարի ձեռն գալստյան միասնիկ ու աշխարհս անջարելի խոստման բարուցանելս մերյալս և ասել ամենակարող և հզոր բանիվքով Եկայքարիս ամենայն աշխատյակ և ծարաբերին և ես հանգուցիցս ձեզ Հանգոտեր ասված մեր սոքի Հովսեփյան Հակոբ ծառայիսկո զբանեից այդ օրիկ և գրյասայգիր հանգստյան փարավոր արքայության և պարկևյաս մամաս և բաժին իխորանսը դավիտենականսը և եթե մարդկորեն մեղուցյալ ինչից է սորայի հանցանս աշխարհից այսօրից անվախճան քո բանիվը թողություն շնորհյասման և ամենայն մեղած ես նոտի խապեյության սոքի սոր ազատյա և զամենայն ժողովուրդս քո օրհնյա Զիբերանու ամենայն ծոցկոց փարավորի ամենասուրբ երրորդությունը այժմ և միշտ և հավիտյան սավիտենից ամեն Կանանց ովքեր պես երազեցաք խնդրում եմ ոտեցեք այրիկին երազեցեք վերադարձեք մեքենաների մեջ որ շարունակեն փարավորությունը Մեր ձեզավ նորոք հանգուցյալ ժամանակ մտանելի հայդան տեքրե որ մեզ տեքյալ ենք ամենության բժիշկ իմաստուն և ճարտարապետ բժշկյա ըստ հոգու սորահիվանդություն արը և հույս փրկության մերով Եղիցի ձեռն քո պահապան նորոք հանգուցյալ Հակոբ անուն ծառայես և աչք քո բարի առաջնորդես սա ի հարդարություն Պխեցեն արմես գուտ մարդասիրությանս և հաղբերև կենացես լվացես մեղս
նորով Երեք հոգի ծնում եմ մի բուր հող վերցրեք ընտանիքի անդամներից, հարազատներից 3 հոգի։ Ապերը մոտ պահեջ ու։ Եվ եվս խաղոչանս տեր աղաչես թուկ, ընկալ, կեցո և ողորմյան։ Օրտնություն և պարկ, հոր և որդվո և ոգվին սրպո այժմ և միշտ և ավիտյան սավիտենից ամեն, օրտնյա Տեր ողորմությամբ կովս հողս, Հակոբ, Հովսեփյան, Ծառեիս, քո այսօրի գևիշա սազի հողեր և Անդրենի հող դարձավս տրամանիկում։ Եվ եվս խաղոչանս տեր աղաչես թուկ, ընկալ, կեցո և ողորմյան։ Օրտնյա Տեր ողորմությամբ կովս հողս, Հակոբ, Ծառեիս, քո այսօրի գևիշա սազի հողեր և հող դարձավս տրամանիկում։ Եվ եվս խաղոչանս տեր աղաչես թուկ, ընկալ, կեցո և ողորմյան։ Օրտնյա Տեր ողորմությամբ կովս հողս, Հակոբ, Ծառեիս, քո այսօրի գևիշա սազի հողեր և Անդրենի հող դարձավս տրամանիկում։ Մեկը խաչաձև փոսի մեջ լցրեք, երեքը թագաղի մեջ լցրեք։ Երեքը խաչաձև լցրեք, դագը տապր Օրտնություն, Աստվածային ուսել, Իհող մահուսորին և ուսուստե օրն վերջին, անվան փոր և որդվո և ոգվին սրպո այժմ և միշտ և ավիտյան սավիտենից ամեն։ Խնդրում եմ հրաժեշտ տալու համար մոտենան, ովքեր հրաժեշտ պիտի տան, ընջեցյալին հրաժեշտ տվեք, որպեսզի ասենք ծածկեն։ Ալելույա, Տեր թողվես ձեզիս և ինչ ոչ պակասեցի։ Վայրի դալար ոչ անդնակեցույցիս և արջուր սնանգստյան սնույցիս, Դարձուձանց նիմարիս և առաջնյորդյակ նրոք հանգուցյալ Հակոբ անուն տարածո իր ճանապարհատարության վաղտն սուրբ անվան քով։ Թեպետ և գնացի ձեսի մեծ վերած մահու, ոչ երկյացի չարեզի դու տերնդիշտ, Սուրբ քո և գավազան նոխամուխի տարեցեն հարազատում ըսկետը։ Պատրաստ արարեր առաջի սեղան, ակսանդիման նեղճած, Ոցերևս գլուխին վարժակ որպես անապակ արբոքով։ Ողորմություն քո Տերս հետ Հակոբ Ծառեիս եկես սեզ ամենայն ավուրս կենած սորա բնակել սա իտան դիարնընդ երկային ավուրս։ Հարկ հոր և որդվո և փոքրուց սրբով։ Այժմ և միշտ և ավիտյան սավիտենից ամեն։ Տեր ուղյաս գնացս Հակոբ Ծառեիս, ի ճանապարհս խաղաղության, Տեր ուղյա և առաջնորդյա հոգվոս օրին, և ամենայն հավատացելոց գնալ արդարության ճանապարհը և իկյան սնավիտենից։ Եվ եվս խաղաշյան տեր աղաչես սուկ զամենակալն աստված, զի հաջողել ուղեսեշ ճանապարհս, նորոք հանգուցյալ Հակոբ անուն Ծառայիս, ի բարի և ի խաղաղություն, ամենակալ Տեր Աստված մեր կեցո և ողորմյա։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, առաջնորդ կենած և պարգևիչ խաղաղության Քրիստոս Աստված մեր, առաջնորդյա Հովսեփյան Հակոբ Ծառեիս գնալի ճանապարհս քո արդարությամբ և խաղաղությամբ ժամանել նավանգիստ կենած և փրկությամբ, շնորհով ողորմության քո, սիրես օգնական և փրկիչ մեր, և քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և ավիտյան սավիտենից ամեն, խաղաղություն ամենեցուն Եվ ընթոքություն Աստուծո երկրպագեսցում առաջին քո Տեր։ Օրհնյալ ես Տեր Աստված փրկիչ մեր, որ ամենայն ժամ ընդմեզ ես և ոչ երբեք փողոցի ծերանեք ու մեզային օսիկ, որ քավատով և ճշմարտությամբ կարդանար քեզ։ Աղաչեմ և խնդրեմ իկեն Տեր, ճանապարհորդակից լետ Հովսեփյան Հակոբ Ծառայիս, քոյին վերակացությամբ պահելով ի խաղաղությամբ և առաջնորդյա սա մյուս անգամ խաղաղությամբ և խնդությամբ հասանել յուրաքանչյուր բնակությունս ի Քրիստոս Հիսուսի Տեր մեր, որում վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և ավիտյան սավիտենից ամեն։ Հողորտնության իցե երեզման սորին և բուսուստե օրն վերջին, անվան փոր և որդվո և ոգուն սրբո, այժմ և միշտ և ավիտյան սավիտենից ամեն։ Խնդրեմ մոտեցեք, հող վերցրեք, ողորմի Աստված ասեք, աղոթքով պաշտպեցեք և լցրեք, ողորմի Ողորմած Աստված, բարյազ անօրություններս, նորոք հանգուցյալ Հովսեփյան Հակոբ անուն տարածող, հավատ ունելով,
հոգի խաղաղության և արարիչն այցելով Աստված իմ հանգով։ Ես ասացի զարմանալի մունքը ամենայն մարդուց է, հավատ ունելով, հոգի խաղաղության և արարիչն այցելով Աստված իմ հանգով։ Ճանապարհս Հակոբ անուն ծառայեց ուղիղ արած բանիքում և մի տիրեց սենսորա համենայն մեղ, հավատ ունելով, հոգի խաղաղության և արարիչն այցելով Աստված իմ հանգով, որ Եսու հոգի Սապարյա Քրիստոս այցի հարությունը հավատան գլխավոր հանգով հոգի Հակոբ անուն ծառայեց Քրիստոսով ունեն հավատը։ Իշխաղաց գորության և իշխաղաց պատարինի իժողով սրտեսն է, իշխաղության գնացես ուսով և հանգիստեսն հրեշնակած դասը տեսանել է գլուցն ավիտենի, մերզեցած անձն ծարայցած սոյհով, որ մեծ սրտեսեր մեծ, հրուգես մենյալտեր, զապավինյանը կտիչայքում գարեցյավ, Սոտված են գանարած ձերած կոզմի անտեսարներ, արխենայած իծագին ավուրս են, զապավինյան կտիչայքում գալեցյան, օժամ գաց կարոքով, դատելս պիեզերը կամենայն, և հարկանի փոխնցման հարության տեր, զապավինյան կտիչայքում գալեցյան, հարկ հոր և բացվող և հոգվին սելփող, այժմ և միր և հավիտյանը հավիտենից ամեն, ընդ Քրիստոսի պահելով հաղթող լիցուկ փոխողին և ընդ հրեշտակս երկես ցուկ, Եվ եկիր պագանեն կեզ, հարավոր են դրկեզ գոհանան հարատով տեքադավոր, զորդ երկնային ասված և հայր ամենակար, և որդի հոր միացին, Իիսուս Քրիստոս և սուրբ որդի, Աստված գառնացուցո և որդի հոր որ արև, մեզի կոցեն որ մեծար, բարձերս մեզ աշխար և արդենքար, Զաղաչանս մեզ, սուրբր որ մեզ տիպն դաշն է հոր, որ մեզի դու միայն սուրբ դու միայն, Բարձյալ է դու միայն, Տեր մեր Իիսուս Քրիստոս, Տեր և հոգիչ սուրբ որի պաս աստվածն դորան և գովեն զանուն սուրբը, Հավիտյան և հավիտյան սավիտեն Արաժանի արակ, Վերուսորս մեծ խաղաղության և առանց մեղած պահյած մեզ ոտյալ է ծեր ասված հարցներով գովյալ և խանավորյալ է անուն զորքով, հավիտյան ընտամեն, օրնյալը թերուսոյին զարտարությունը Օրնյալ Տերուսոյին զարդարությունը Օրնյալ Տերուսոյին զարդարությունը Տեր ապավեն եղերը մեր ազգեած, Ես աղաչեմ Տեր որնյալ ես ներբայգես կյազատին ես մեղայքես Քուրքնես են, ողորմությունս քո ևս խրտնությունս քո Թուրն ես են, ողորմություն քո ավիտյանը քո զերած քո Միոն տեսանեն, Տերիմս քեզ ապավեն իրանալի ուսոյին Աղելս կամս կոզի դու ես աստվածին Իկեն է Տեր աղյուր կենքանության և լուսով երես կասկոս տեսանեն գզուր Սակյաս
Սողորմություն որ կյանքեմս կեստեր Հար, պասից և երկրպագություն որ և որդվո և ոգի սրվո այժմ և միշտ և հավիտյան սավիտենից ամեն Իխավարի և իշներս մահու Երասպահած փրկության իմո Իդվեն դակացի և իդուկերի առաջի Վասուտ պաշտանության իպյարնի անձանց մերոտ Իպակյական աղոտը կարնելով տերաղատեցու Տեր ողորմյա Վասն կաշկա բարբար լսելուսմա Զավոր ձայնն որ ասե թե արիք Ահագա Քրիստոս ըստերաղատեցու Տեր ողորմյա Վասն համարձակապես տեսանելոսմա Զանապական և զանստվեր լույսն ըստերաղատեցու Տեր ողորմյա Վասն աչալրջությամբ և առանց ամոթոլկա նորոքանգուցյալ Հակոբ անունտարասո առաջի դատավորին Քրիստոսի ըստերաղաչեցու Տեր ողորմյա Վասն տալոս մատեղի իհայրական խնամոցն հաչակողմյան դասուն ըստերաղաչեցու Տեր ողորմյա Վասն լսելոսմա զյանավե ձայնն թե եկակ օրտնյակ հոր իմո իտեղի հանգստյան ըստերաղաչեցու Տեր ողորմյա Վասն պարգևելոսմա Երկնային պսակն կենած և անմահության ըստերաղաչեցու Տեր ողորմյա Վասն հրեշտակի խաղաղության ավանդելոսոքի նորոք հանգուցյալ Հակոբ անուն ծառասո իտեղի արդարոցն Տեր ըստերաղաչեցու ողորմյա Վասն առաքման շնորհած մեծի և ամենազորաջույն Քրիստոսի ի հողանյութա հարկ տապանի սորա ըստերաղաչեցու Տեր ողորմյա Վասն կնքելոս գերեզմանս այս նշանի խաչին յուրո մինչևի գալուստն յուր սուրբ Տեր ըստերաղաչեցու ողորմյա Վասն առաքելոս նորոք հոգույց սրբո իսիտ լսողած հավատացելով սուրբ անվան յուրո ըստերաղաչեցու Տեր ողորմյա Վասն մխիթարելո զվշտագնյալ սերտյուվ իձերն ողորմության յուրո ըստերաղաչեցու Տեր ողորմյա Վասն պահելոս մնացոր դսորա ամենայն հնարից սատանայի ըստերաղաչեցու Տեր ողորմյա Վասն հոգվոս հանգուցելոս որ ճշմարիտ և ուղիղ հավատովի Քրիստոս ննջեցին ըստերաղաչեցու Տեր և ողորմյա Եվ ևս միաբան վասն ճշմարիտ և սուրբ հավատույց մեր ըստերաղաչեցու Տեր ողորմյա Զանձինս մեր ևս միմյանս Պյարն աստծո ամենակալիտ հանձ մարաստու Տեան ծանձն եղիցու Ողորմյաց մեր Տեր Աստված մեր ըստ մեծի ողորմությանքում ասացում ամենեքյան միաբանությամբ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա Օգնյալ է Տեր Աստված մեր որ ստեղծելս մարդը ով երկրե և ստեղծել երեսս նորաշիտ կենցանի լինելով նման կամոք քո ի հոգի կենցանարա և եդերս նա ի դրախտին փակության գործելս նա և պահել և հանցանել նորա պատվիրանալ քո հանյալ եդերս նա արտակո դրախտին փակության վերքից իսի առավ մատնելով ստաժանավոր և աղտալից կենցաղույս այսօրի և եդեր սահման ասելով հող էի և ի հող դարձի և այժմ Տեր բարերա ընկալ Հովսեփյան Հակոբ ծառայիս քո այս որ ելի ժամանակ պանդխտության յուրո ի վերա երկրի եւս հրամանիքում Եմուտ ի արգանք երկրի որ մեծն անելոց է վերքին իքյանս աննահականս Եվ այժմ Տեր Աստված մեր զգյաս պահպանողական աչքով և կնքյալ տեղի հանգստյան սորա դիերից իսկուշության և ի պահպանության ոսկել սորա իբրևս գանք ես պատվականս առաջի աստվածությանդ քո և իշկերս է մերձենա իսատշնամին երևելի կաման երևույթ և հոսոքի Հովսեփյան Հակոբ ծառայիս քո իձերը ներեկտակի քո մերձեցո արցինքս փարս աթորոքո դայ պայծառացյալ օգիցն Ընկալ բարև և զվարճանալ
Սուրբ զարքունական աթոռովը ինքը հոր կրկնակի կենսաբեր գալստյան կողերքից փառոքով եւ ամենայն հրեշտակով սրբով որ ժամ գա սինորոգել եւ կանգնել զանկյալ եւս կործանյալ պատկերս քո այցելության բայցարատեր Հովսեփյան Հակոբ Ծառայիչ Պայսորի եւ Հանսը մամաս եւ բաժին Արքայությանս երկնից դայնոսից որ սիրեցինս քեզ ամենայն սրտե եւ ամենայն զորություններ յուրյան Եվ ամենայնի մեծացյալ եւ փառավորյալ եւ Տեր մեր Հիսուս Քրիստոս ընթոր եւ ընծկոտ այժմ եւ միշտ եւ հավիտյան Սավիտենից ամեն խաղաղություն ամենեցուն Եվ ընթոքություն եւ կրպագեցու Առաջի կոտեր Տեր մեր եւ Քրկից Հիսուս Քրիստոս Որդի Աստծո կենթանվող կենթանի եւ կենթաննրավ կերպարան եւ կնիքոր որ վասը նախաստեղծին քո ադամա անկելուն անցանոթի փառակենցավ դրախեն կամա որ եւ հաճության ցույց կոչվում Խոնարեցար երկի եւ արել մարմին սրտով ուսեն Քաչիվ եւ անապական այգան բծկովը սնացյալս մեղոք վերստին նորոքեցե որպեսզի ստեղծվածն առաջին որ առանց ապականության է ի հանդերձյալ հարության մերելոց երևես սեփարով դու ինքն Տեր վասն մերով փրկության իջերի գերեզման ավերեցերս բեզոխս ողորմելով արքելյալ օգվոցը իրմա դուտեր դեպքինս մահուսանման եւ աստվածասկեն հարության փոխ ազատություն եւ նորոգություն շնորհեցեր ուտացելոցս ինքեր եւ այժմ դու ինքը Տեր Աստվածն Հետя մեղուցյալ Ծառայիչքո Հակոբ անունով որ վախճանած երկարողյանը եւ բարեփոխությամբ Սուրբ Աստվածածնի եւ ամենայն սրբոց կոց որ հավիտենից հաջող ելնեմ քեզ Մեհյա, Հավիա եւ Թողությունները զորքի գործած կամը ինքնակամա քանի ոչ արտերան առաջին ու ամենայն կենտրոնի որ նա եւս օղանուտ արկապանի սուրբյանները դաչովը եւ պատվական խաչիվը այժմ եւ միշտ եւ հավիտյան Սավիտենից ամեն եւ եւս խաղությանս Տեր աղաչեցուկ ընկալ կեցո եւ ողորմյա Որտեսի եւ ինքալ պայսի Գերեզման եւ ոսկե ծառայի Սագոփ անունով նշանալ Սուրբ Խաչիս եւ Անիվ Սուրբ Հավետարանից անվան փոր եւ որդու եւ օգնի սրբով այժմ եւ միշտ եւ հավիտյանս Հավիտենից ամեն եւ եւս խաղությանս Տեր աղաչեցուկ ընկալ կեցո եւ ողորմյա եւ գնքյալ պայսի Շիրիմ եւ ոսկե ծառայի Աստծո Հակոբ անունով նշանալ Սուրբ Խաչիս եւ Անիվ Սուրբ Հավետարանից Անվան փոր եւ որդու եւ օգնի սրբով այժմ եւ միշտ եւ հավիտյան Սավիտենից ամեն եւ եւս խաղությանս Տեր աղաչեցուկ ընկալ կեցո եւ Որտեսի ողորմյա եւ գնքյալ պայսի Դամբարան եւ ոսկե ծառայի Աստծո Հակոբ անունով նշանալ Սուրբ Խաչիս եւ Անիվ Սուրբ Հավետարանից անվան փոր եւ որդու եւ օգնի սրբով այժմ եւ միշտ եւ հավիտյան Սավիտենից ամեն կեցուսը եւ ողորմես Անշարժ եղիցի կնիկ Տերունյան ի վերա գերեզմանից ծառայից Աստծո մինչև երկրորդ գալուստը Քրիստոսի որ նորոգես է փառոքոր եւ հոգու սրբով այժմ եւ միշտ եւ հավիտյան Սավիտենից ամեն օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայրը մեր, որ երկինս է Սուրբ Եղիցի անուն քո, եկես է արքայություն քո Եղիցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, հսած մեր անապազոր տուր մեզ այսօր, թող մեզ պարտից մեր, որպես եւ մեկ թողուկ վերոս պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարեզիկո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն, իշատակն արդարի օրհնությամբ Եղիցի ամեն, ողորմի Աստված, շարիքները շարիկ Իանյալենան բիս կիճանը բարիս կյանքերից օրինացված Պանդուկ տենք մենք երկրի մի թակութանով շանեսպատվյանս քո հապակյատ անձնի մի ցանկանելի գիրավումնս ամենայն ժամ սաստեցեր ամբարտավանից անիծյալ ոսկոտորեցանի պատիվացել ի բաց արա նորոք հանգուցյալ Հակոբ անուն ծառայից նախատինս եւ զարհամանս ի վկայությունս քո խնդրեցի Հարկհոր եւ որդու եւ օգնի սրբով այժմ եւ միշտ եւ հավիտյանից ամեն Ողորմի Աստված, սիրելի ներկաներ, ընտանիքի անունից իրավունք ունեմ խնդրելու, որ մասնակցեք հոգեճաշին
ողորմության ճաշը մենք մեր ներկայությամբ մեր մխիթարական խոսքը կբերենք հարազատներին հոգեճաշնել ճաշակելուց Տիրոջ աղոթք կանենք, որպեսզի ննջեցյալի հոգին խաղաղությամբ վերադառնա երկնավոր հոր մոտ իր համար պատրաստված օթևան։ Ողորմի Տերը, եւ խնդրում ենք, որ բոլորդ մասնակցեք։ Մնացյալ հայտարարությունները վաղվա հետ կապված հոգեճաշի սեղանի շուրջ կկատարենք։ Միասին խնդրեմ շարժում ենք հոգեհացին, այնուհետև կվերադառնանք միասին էլ մեր առօրյային։ Ողորմի Տերը։ Գնացած ողորմ։ Հոգեճաշը ճաշակել լավ ողջույն։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայրը մեր, որ երկինս է Սուրբ Եղեցի անուն քո, եկես է արքայություն քո եղեցին կամք քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր անապազոր տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք Պերոս պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ բրկյաց մեզի չարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն, օրհնիր Քրիստոս Աստված մեր հոգեվոր օրհնությամբ հոգեացը սմբելիս, շնորհիվ ճաշակողներին հոգու եւ մարմնի առողջություն, ճաշակես սուք խաղաղությանս կերակուրս, որ պարգևյալ է մեզի տիառն է, օրհնյալ է Տերի պարգևս յուր ամեն։ Համեցեք շողի։ Սիրելի ներկաներ, եկեղեցու հայրերը, ասում են, երբ որ մարդը ննջում է հարազատ, ուրեմն ամենամեծ օգնությունը, որ կարող ենք բերել մենք ննջեցյալին, դա մեր աղոթքն է եւ ողորմությունը, եւ ողորմությունը տարբեր տեսակ է լինում, եթե ուշադիր եղաք, ես գերեզմանատանը նշեցի, ողորմության ճաշ ճաշակել, այսինքն հոգեհացը սա մատաղի նման խորհուրդ ունի, որ մենք համախմբված աղոթք ենք անում ննջեցյալի հոգու խաղաղության համար եւ խնդրում ենք, որպեսզի Տերը ընդունի իր զավակի հոգին։ Սա է ընտանիքը, որ բաշխել է մեզ ողորմություն է ննջեցյալի համար։ Եվ դուք նկատած կլինեք, երբ որ մենք օղու բաժակները բարձրացնում ենք, ձեռքերը այսպես հպում ենք, որպեսզի ձայն չլինի, սա լռության մեջ աղոթքն է 40 օրերի ընթացքում, որ ննջեցյալի համար, երբ որ խոսք է ասվում եւ աղոթք է հնչում, ուրեմն պետք է այդպես մեր եկեղեցու կարճ եւ զորավոր աղոթքներից մեկը արտասանենք ողորմի Տեր ասելով։ Եվ խնդրենք, որպեսզի Աստված իր կյանքի գործած կամավոր եւ ակամա մեղքերին թողություն շնորհի։ Խնդրեմ ոտնկայս աղոթքը տեսնենք դիտել ննջած Աստծո զավակ Հովսեփյան Հակոբի հոգու հանգստյան համար ողորմի Տերը հոգուն Տիրոջ լույսերին արժանանա։ Ողորմի Աստված, ողորմի։ Սիրելի ներկաներ, հոգեացի սեղանի շուրջ մշտապես նշում եմ ինձ համար որպես առաքելական Սուրբ եկեղեցում այլ եկեղեցու հոգևոր սպասավորի Տիրոջ կամքով սա մի հնարավորություն է ընձեռված, որ այս րոպեներին Աստծո խոսքով կարողանանք անցկացնել, նաև լսել Տիրոջ խոսքը, նաև հոգևոր խորհուրդը հասկանանք մահվան եւ դրան զուգահեռ հոգեացը ճաշելով աղոթք անենք ննջեցյալի հոգու հանգստյան եւ խաղաղության համար։ Երևս շատերս, երբ որ մահվան լուրը լսում ենք, տրտմություն ենք ունենում, որովհետեւ գիտակցում ենք, որ մեր սիրելի անձնավորությունները այս իրականության մեջ այլևս ֆիզիկապես ներկա չեն լինելու։ Սա պարզ ֆիզիկական բացակայություն է, սակայն կա հոգևոր ներկայություն, որը Տիրոջ հետ է։ Մենք մարդիկս մոռանում ենք, որ երկկենցաղ ենք, ունենք հոգևոր կյանք եւ ֆիզիկական կյանք։ Եվ այս իրականության մեջ մարդը ցավով եմ նշում, իր իրականության մեջ ամեն ինչ անում է, որպեսզի իր նյութական իրականությունը ավելի բարելավված լինի եւ նաեւ ֆիզիկական կյանքը առույգ լինի։ Բայց Հիսուս Քրիստոս եկավ եւ ասաց, որ մեր համար եկել է այս իրականություն,
որպեսզի մեր հոգիները փրկության արժանանան։ Ամեն ինչ այս իրականության մեջ վաղ թե ուշ ավարտ պետք է ունենա։ Եվ Պողոս Առաքյալը իր թղթերից մեկում ասում է. եթե Քրիստոսի վրա միայն այս կյանքի համար եք հույս դրել, ուրեմն մարդկանց մեջ ամենից խղճալիներն են։ Քրիստոս եկավ հավիտենական հարկերում ապրելու հնարավորություն մեզ տալու, որպես իր ստեղծած մարդ արարածների։ Ինչու եմ ասում իր ստեղծած, որովհետև Սուրբ Երրորդությունը այլևս արարչագործության մեջ Սուրբ գրքում, ինչպես որ նշվում է, գոյություն է ունեցել։ Մենք մարդիկս Աստծո սիրո արտահայտությունը տեսանք մեր նկատմամբ, որը Աստծո որդու աշխարհ գալով է։ Քրիստոս մեր բոլորի համար խաչվեց, հալածվեց եւ խաչ բարձրացվեց։ Եվ մեր բոլորի համար եկավ այս աշխարհ, մարդկային կերպարանք առավ եւ հաղթեց մահվանը։ Եվ Պողոս Առաքյալը նույնպես թղթերից մեկում ասում է. ուր է մահ քո հաղթությունը, ուր է գերեզման քո խայթոցը, Քրիստոս հարություն առավ մեռելներից։ Եվ յուրաքանչյուր Քրիստոսի որդեգիր զավակ, ով ծնվում է հոգևոր ծնունդ է ստանում Մայր եկեղեցու արգանդից, հավիտենության մեջ իր տեղը ունի։ Եվ այսօր մենք բոլորս Հովսեփյան ընտանիքի հարկի ներքո աղոթք բարձրացրեցինք ընտանիքի հայրիկի եւ ձեր հարազատի հոգու խաղաղության համար։ Եվ խնդրենք, որպեսզի Աստված իր զավակի հոգին իր լույսերի մեջ ընդունի։ Եվ մենք որպես քրիստոնյաներ մահվան շուքը մեր աչքի առջև ունենանք, որովհետև ոչ մեկ այս իրականության մեջ թող չհպարտանա ասելով, որ իր կյանքի օրերը իմանա որքան է։ Սուրբերը ասում են մահը մեր հետ է։ Մարդը երբ որ ձևավորվում է մորվորովայնում կյանքը արդեն ժամանակի մեջ է։ Քրիստոսով է անժամանակ կյանքը։ Քրիստոսով է հավիտենությունը եւ հենց այդ իսկ պատճառով եկավ Հիսուս այս աշխարհ։ Հավատանք թե չհավատանք, Աստված գոյություն ունի։ Եթե մենք մեր դիմաց կանգնած եղբորը ընդունում ենք, սիրում ենք, հարգում ենք, արդեն դա Աստված սիրության ճանապարհն է, ինչպես որ Առաքյալն է ասում։ Խնդրեմ միասին ոտենք այս բաժակ բարձրացրեք, աղոթք հնչեցնենք հայրիկի հոգու հանգստյան համար եւ Սուրբ Հոգու մխիթարությունը լինի ընտանիքի եւ հարազատների հետ, ողորմած լինի Աստված հոգում, Տիրոջ լույսերին արժանանա։ Ողորմի Տերուն, ողորմի Աստված, ողորմի Աստված։ Սիրել ավետարանում մի պատմություն կա, որ Տեր Հիսուս Քրիստոս առաքյալներին եւ իր շրջապատում գտնվող իր հետևորդներին հետեւյալ առակն է պատմում, ասելով, որ մի մեծահարուստ մարդ է լինում, որ միտք է անում իր ամբարները մեծացնել եւ իր համար ինքը հպարտորեն ասում է. ես ամեն ինչ ստեղծել եմ այս իրականության մեջ, ամեն ինչ ունեմ, ուրախ եմ եւ հիմա ամբարներս կմեծացնեմ, մյուս տարի ավելի շատ կկուտակեմ եւ այդպես կուտեմ, խմեմ, ուրախ կլինեմ։ Եվ Աստծո հրեշտակը հայտնվում է իրեն երազում եւ ասում է. անմիտ այսօր քո հոգին պետք է քեզնից վերցվի, ինչ պետք է անես։ Ավետարանի այս պատմությունը այլաբանորեն իր մեկնությունը ունի, որ մենք յուրաքանչյուրս այս իրականության մեջ մշտապես մտածում է մարդը, որ ստեղծի, արարի, բայց դրան զուգահեռ, ինչպես որ նշեցի, մոռանում է հոգևորի մասին, որը պետք է իր հետ տանի։ Նյութական ամեն ինչ մնում է այս տեսանելի կյանքում։ Դուք էլ կարող եք դա վկայել, որևէ անձ իր հետ որևէ նյութական արժեք չի տանում։ Եվ մարդը իր հետ տանում է, հոգին իր հետ տանում է այն ամենը, ինչ որ կատարել է քրիստոնյա վայել։ Իսկ քրիստոնյա վայել կատարած գործերը դա մարդասիրությունն է, եղբայր սիրությունը, սիրով ապրելը, հարգանքով ապրել այս իրականության մեջ, ողորմած լինելը եւ դրանք են հոգեվոր գանձերը, ինչպես Տերն է ասում, որ մարդը բարձրացնում է իր հետ դեպի երկինք։ Մարդու գործերն են իր հոգին տանում դեպի երկինք ներկայացնելու Աստծուն եւ ինչպես եկեղեցու հայրերն են մեկնաբանում,
գործերն է դրվում նժարի վրա։ Եվ մենք այս իրականության մեջ մահ բառը, որ լսում ենք, մտածում ենք, որ մարդը այլևս միայն հավիտենական քնով են ընջել, մահացել է։ Բայց եկեղեցու հայրերը ասում են կան մարդիկ, ովքեր ապրում են ֆիզիկապես, բայց հոգևոր մահ ունեն։ Եսասեր են եւ պատմված առակի համաձայն միայն իրենց մասին են մտածում, որ իրենք ուրախ լինեն։ Դուք այստեղ գտնվողներդ, աղոթքի մասնակիցներդ ննջեցյալի կյանքի պատմության արտացոլանքն է, որ ձեզ սիրել եւ հարգել է եւ դա փոխադարձել։ Եվ յուրաքանչյուրս այս իրականության մեջ այս մտածումը պետք է ունենանք, պահելով ոսկի օրենքը, որ ավետարանում Տեր Հիսուս ասում է։ Այն ամենը, ինչ որ ուզում եք ձեր համար անեն, նույնը դուք պետք է անեք։ Եվ այդ խոսքերը նաև դուք յուրաքանչյուրդ, երբ որ հայր մեր աղոթքն եք արտասանում, այդտեղ նշում եք. մեր մեղքերի համար թողություն տուր Տեր, որովհետև մենք ներում ենք։ Այսինքն մենք պետք է գիտակցենք, եթե բարին ենք ուզում մեզ անել, նույնը մենք պետք է անենք, որը մեր հետ է գալու դեպի երկինք։ Սա է կարևորը։ Եվ երբ որ մարդը ֆիզիկապես բաժանվում է հարազատներից, իր հոգևոր ներկայությունը լինում է իր ապրած տարիների մեջ ամփոփված։ Եվ այդ կյանքի պատմությունը մարդու համար պետք է վերածվի աղոթքի, հոգու խաղաղության եւ հանգստյան համար։ Եվ երբեք չպետք է մոռացվի այն տարիները, որ այս իրականության մեջ, ձեր իրականության մեջ ապրել է։ Խնդրեմ ոտնկայս իր իշատակի համար բաժակ բարձրացրեք եւ ժողովրդական խոսքը մշտապես ես նշում եմ, մարդիկ հեռանում են այս իրականությունից, եթե չեն հիշում։ Հարազատին այստեղ պահողը, իր հոգու համար աղոթք անողը ընտանիքի եւ մարդիկ են եւ հարազատները։ Ողորմի Տերը, հոգուն իշատակ օրդությամբ լինի։ Ողորմի Աստծո։ Սիրելիներ, ուրեմն յուրաքանչյուր մարդ այս իրականության մեջ Աստծո կամքով ստեղծում է իր ընտանիքը։ Եվ այդ ընտանիքը լինում է մի վայր, որ բոլորս էլ կարող ենք դա վկայել, ով մարդ կարողանում է հոգևոր խաղաղություն լիարժեքորեն գտնել եւ եթե կա սեր, ուրեմն Աստվածային ներկայությունը կա, որովհետեւ Աստված սեր է։ Եվ նման բաժանումների ժամանակ ընտանեկան կյանքում փոփոխություն է տեղի ունենում, երբ որ ֆիզիկապես սիրելի անձնավորություններից բաժանվում են ընտանիքի անդամները, հարազատները։ Կյանքում հարցեր են առաջանում, որի պատասխանը որքան էլ որ ուզում ես տալ, այդուհանդերձ չես կարողանում գտնել։ Ինչ կարելի է անել, որպեսզի մեր հարազատը ավելի երկար ապրել այս իրականության մեջ։ Սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ ապրում ենք Աստվածային նախախնամությամբ, որը թերևս ժողովուրդը սխալմամբ ճակատագիր բառով է բնորոշում, որը Աստվածային նախախնամությունն է։ Մեր յուրաքանչյուր քայլ Աստված տեսնում է եւ տնօրինում է։ Ուղղակի մենք մեղավոր անձեր ենք, Աստծուն տեսնելու հնարավորություն չունենք, մեր ապրած կյանքով կարող ենք ժառանգել երկնքում հանդիպելու Տիրոջին։ Զավակը ծնվում է արդեն ստեղծված ընտանիքում։ Կինը ամուսնանում է արդեն մեծացած երիտասարդի հետ, բայց կյանքում կան մարդիկ, ովքեր արմատական ծնունդ են ունենում, դա քույր եւ եղբայրներն են։ Այստեղ մեր կողքը ընտանիքի անդամների հետ միասին կա նաեւ եղբայրը, ով իր եղբոր հետ մի մեծ երկար տարիներ մանկություն է անցել, տեսել է այդ մանկական տարիները եւ հավատացեք ամեն մեկը իր դերը եւ նշանակությունը ունեն, բայց կապվածությունը եղբոր կամ քույրիկի հետ դա սիրո ամենամեծ կապն է, որ ծնողներից ծնվում են եւ հոգեվոր այս կապվածությունը լինում է։ Հետևաբար մեր ցանկությունն է եւ մխիթարական խոսքը, որպեսզի Աստծով մխիթարված լինեն ընտանիքի անդամները, կինը, զավակը, եղբայրը եւ հարազատները եւ Տիրոջ կամքով ապրեք առողջ եւ ամենակարևորը ձեր կյանքի յուրաքանչյուր օրվա մեջ աղոթք հնչեցնեք երկնքում ապրող հարազատների համար։ Միասին խնդրեմ բաժակ բարձրացրեք ողջերի համար
կենաց օրեր մաղթելով բաժակները խփեք, թող արևշատ օրեր լինի եւ վերադառնալով աղոթքին չենք ողջ ենք, առողջ լինենք, Աստված պահապանե։ Եթե կլինեն մարդիկ, ովքեր կուզեն խոսք ասել, դուք էլ կարող եք ձեր խոսքը վերել զուգահեռաբար։ Երբ Քրիստոս իր աշակերտների հետ Գալիլեական ծովի միապից մի կապն անցնում նավով։ Ու Քրիստոս քնած է նավի մեջ։ Սաստիկ փոթորիկ է բարձրանում, հա։ Աշակերտները չեն արթնացնում Քրիստոսին, քանի որ մեծամասնությունը լինելով ձկնորսներ, դա իրենց մասնագիտությունն է նավ կառավարել, էլի։ Բայց տեսնում են, որ չեն կարողանում, նավը խորտակվում է ու Քրիստոսին արթնացնում են։ Ասում են դու քնած ես, քեզ թույլ չի, մենք խորտակվում ենք։ Ու երբ որ Քրիստոս արթնանում է, ասում է դաթարի, խաղաղվի, հա, դիում է հողմի, ու քամին դաթարում է, հողմը դաթարում է ու կատարյալ խաղաղություն է լինում։ Ու աշակերտներն ասում են, այս ով է, որ նույնիսկ բնության տարերքն են ենթարկվում իրեն, հա։ Ուրեմն հայրերը այս հատվածը մեկնում են այլաբանորեն, հա։ Ծովի մի ափից մյուս ափ անցնելը նշանակում է այս ժամանակը, որ կյանքից դեպի հավիտենական կյանք գնալն է, այսինքն մահն է։ Ու հայրեն ասում են, սա միշտ ուղղորդվում է փոթորիկով, որտեղ մարդը սովորական միջավայրից դուրս է գալիս, մարմնից դուրս է գալիս, հա։ Ասում են, այն վարքյանին, երբ որ փակվում են մարմնավոր աչքերը, բացում են հոգու աչքերը, ու մարդը մնում է այդ փոթորիկի մեջ։ Ու միակ ով կարողանում է հանդարտեցնել, խաղաղացնել, դա մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսն է։ Ոստեղ ննջեցյալի բարեկամները, հա, բարի կամեցողները մեծ առաքելություն ունեն։ Հայ ասում են ինչ որ ժողովրդական խոսք կա, չի ասում են ինչ եղավ մահացողին եղավ, բայց թե չէ, տենց չի։ Երբ որ ամուսինը մահանում է, կինը դառնում է այրին, հա։ Երբ որ ծնողները կորցնում են, զավակները դառնում են ворթ, այսինքն փոխվում են։ Եվ բարեկամը մեծ առաքելություն ունի, միշտ խաղաղությամբ մեջ պահել ննջեցյալի հոգին։ Մանավանդ մինչև 40 օրը, հա, այս ճանապարհորդությանը, որ Աստծով խաղաղված լինեն։ Հիմա որպես բարեկամներ, հա, խնդրում եմ նորից ոտք կանգնել, ու Քրիստոսն արթնացնել մեր աղոթքով, ասել մեր ողորմի Աստված։ Հակոբ ողորմի խոսք ասելը, սիրելի ներկաներ, հայտարարենք, որ վաղը ժամը 11-ին, ովքեր պետք է մասնակցեն այգուցի արարողությանը եւ 7 օրեքը միասին պետք է լինի, 11-ին կլինեք տանը, որպեսզի համախմբեք, միասին գնաք գերեզմանատուն գաք, ժամը 12-ին աղոթք անելու Հայրիկի հոգու խաղաղության եւ հանգստյան համար, այդպես նաեւ ձեր ներկայությամբ եւ ձեր աղոթքով մասնակից լինեք ընտանիքի այս դժվարին օրերին իրենց կողքին լինելով։ Մի պատմություն կա, որ նկարագրվում է հետևյալ դրվագը, երբ որ երկնքում հոգիները ցայտաղբյուրից վարար եկող ջուր են խմում եւ հարց է տալիս, թե որտեղից է, որ այս ջուրը այսպես այստեղ երկնքում վարար է եւ մենք խմում ենք, հագենում ենք, ասում են, սա երկրի վրա մեզ հիշում են եւ աղոթք են անում մեր համար եւ մենք երկնքում այս ջրից խմում ենք։ Գալիս է ժամանակ, որ տեսնում են ցամաքել է այս ցայտաղբյուրը եւ նորից հարց է լինում, ինչու ցամաքեց, ասում է սա էլ նրա վկայությունն է, որ այլևս մեզ չեն հիշում եւ մեր համար աղոթք չեն անում։ Մենք բոլորս մեր առաքելությունն է մեր ննջեցյալներին երկնքում մշտապես լուսավոր պահել մեր աղոթքներով։ Հենց այդ իսկ պատճառով եկեղեցու սրբազան հայրերը Սուրբ Պատարագի եւ ժամերգության աղոթքների ժամանակ նշած բոլոր աղոթքների մեջ առանձնապես նշվում է ննջեցյալների համար աղոթք։ Ինչու, որովհետեւ այս իրականության մեջ ցավով եմ նշում կան մարդիկ, որ մոռացվում են, բայց Մայր եկեղեցին իր հոգատարությամբ այս աղոթքները հնչեցնում է բոլոր ննջեցյալների համար, խնդրելով, որպեսզի Աստծո լույս երեսին արժանանան։ Եվ այստեղ գտնվողներս բոլորս ննջեցյալներ ունեն։
Եվ մշտապես ես ընտանիքի թույլտվությամբ խնդրում եմ, որ մեր աղոթքը հնչեցնենք առիթը օգտագործելով մեր ննջեցյալների համար, որպեսզի իրենց հոգիները երկնքում մեր աղոթքներով սնված լինեն եւ լուսավորված լինեն։ Խնդրում եմ ոտնկայս բոլոր մեր ննջեցյալների համորեն ննջեցելոց աղոթք հնչեցնենք ողորմի Տերը բոլորին, թող լույսերի մեջ լինեն, ողորմի Աստված ննջեցելոց։ Սիրելիներ, խնդրեմ փառք տանք Տիրոջը կերակրելու համար, ովքեր կուզեն շարունակել դուք մնացեք, մենք վերադառնանք եկեղեցի։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն փառք կերակրողի ինտեզերած, որս մեզ կերակրած եւ լիացույց նմա փառք հավիտյանս ողորմի Աստված։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր, որ երգինս է Սուրբ Եղիցի անունքո, Եկեսի արքայություն քո, Եղիցին գամ քո, որպես հերկինս եւ հերկրի, ըզհաց մեր հանապազոր դուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեր, որպես եւ մենք թողունք մերոց պարտապանած, եւ մի տաներս մեզ ի փորձություն, այլ փրկյազ մեզի չարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Ընտրեմ եկեն թագավոր պարած, հարավորյալ դեզ վարդնոց, ըզննջեցյալ սն մեր ընկալ, մարդասերտեր և անգոն սուրպս կոմ, որ ժամ գազ պարոք, որ դատել զերկեր, արդարության արեգակ, ըզննջեցյալ սն մեր ընկալ, մարդասերտեր և անգոն սուրպս կոմ, ինստել կոտեներ, դատավոր այ Քրիստոս բրկիչ մեր, ըզննջեցյալ սն մեր ընկալ, մարդասերտեր և անգոն սուրպս կոմ, Հայրանս կեզբն բարեխնա մարդասեր, որ ստեղծիր չես ոգվոց և մարմնոց, իշյազ ննջեցյալ սն մեր և անգոն սուրպս կոմ, որ թիտ միածին, որ գտած ես արամենեսյան, և խաչի վարյամ գնեցեր, ես քո ժողովուրդ, իշյազ գինսարյան կոտեր, և անգոն սուրպս կոմ, հոգի ճշմարիտ, որ աղբյուր տեսանս պարելի, և լծուցիչ ամենայն բարությանց, իշյազ ննջեցյալ սն մեր, և անգոն սուրպս կոմ, ալելույա, ալելույա, իխորոց կարդացի արքեստեր, դելուր ձայնի իմում, եղիցինական շկոյի լսել, զայնաղոթի ձիմուց, Ալելույա օրթիմ, կաղաղություն ամենեցուն, երկյուղածությամբ լվարուկ, սրբոb ավետարանից, Եսոս է Քրիստոսի, որս ղոկասում, պարքես դեր աստված մեր բրոսում է, ասե աստված, դերն մեր, Եսոս Քրիստոս ասե, զգույշ լերուկ անձանց, գուցե ծանրանայցեն սիրտ ձեր շվայդությամբ և արպեցությամբ և հոգվով աշխարագանոք և հանգարձակի հասանից է ի վերած ձեր օրենայն զիպրև զորոգայթ հասանից է ի վեր ամենեցուն որ բնակյալ են ընդամենեն երեսս երկրի արդուն գացեք այսու հետև ամենայն ժամաղոց արարեք զիաժանի լինեն չեք ձեր ծանել հայնմ հայնման էվոլինեն լոցեմ Եվ կալ առաջի որդվո մարդով, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, գոհանամ կսքեն, Տեր, հայր տիարն մերո Հիսուսի Քրիստոսի, որ հայց ելեր և արդարությամբ քով պրգեցերս մեզ իմեքենայից բանսարկույն, աղաչեմ կսքեզ, հայր սուրբ, միշնորդությամբ մարմնո և արյան միասնի որդվոքո և խոնարության,
թող ըսպարտի սորազ կամա և զակամա, զոր վիրավորյաց անմարմին թշնամին, բատրանոք խափեության յուրո, զիդու միայն է սուրբ և բարերարտ էր, որ հանգույթն էի գոյությունած էր զամենայն, լուր աղաչանած մերոց, մարդասեր Տեր մեր Հիսուս Քրիստոս, և թող սմա զամենայն մեղս, յուր զոր մեղավ և քավիշլեր ամենայն սխալանած սորա, եթե կամա և եթե ակամա, եթե բանիվ և եթե գործով, եթե խորհրդով և եթե մտածությամբ, զամենայն կտակ չարին պատարյա, և զեռագիր մեղացն ջնջիատեր, և զաղ թնությանն լվա, զյան պատկար լիցի մեծի, որը տնդոս տավուրն վերշնում, ընդհամորեն պահպանելոսնիքեն, ընդառաջ վերանալ քեզ նորապետուր, արփյապյալ դիմոք, զարդարյալ ի զարդ անկողոպտելի, որ ժամգաց երևիս Աստվածդ, իմ մեջ Աստվածացելոց, բաժանել և որոշել, ըստ զանազան պատիվը սիրելիացքոց, և քեզ վայել է փառք իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, խաղաղություն ամենեցուն, օրհնյալ ես Տեր Աստված մեր, որ անդորիչ տեսնեղելոց, և ընդունող հոգվոցն անգուցելոց, ընկալս հոգի, Հակոբ Հովսեփյան ծառայից քո ի բարի, և փարատյա ըսուկ և ըստրտմտություն ի սիրելիացուրա, որ կետևեցան հուղարկելսա ընդ երկայնաձիգ ճանապարհն, և մորմոքին ի վերանդառնալի ուղեգնացության սորա, և հավետ անջատելոյսման է առ ժամանակ մի, մինչև հյուրյանց յուղի անկանիլն, հայսն բազմաժողով ծովածուպ կենցաղույց, արդ պահյա ամենազորտեր, ըս հոգի սորա, առ ամենայն սուրբս և սիրելիս անվանքով, և ըս գերեզման ծառայից քո այսօրի կնքյալ բահեսես, որ փակես ըս խորս, և կնքես ամենազոր աչովքով, որպես երկինք և երկնից, երկինք և երկիր, ամենայն հաստատյալ են կան բանիվքով, այսպես անշարժ եղիցի կնիկ Տերունյան, քոյի վերաբնակության սորա, և պահարանից ծառայից, որ հրավիրյալ կոչեցավի քոյոց, հրավիրողացդ ի հանգիստքով, որ հավատացյալի քեզի կենթանության յուրում, թաղեցավ ընդ քեզ մկրտությամբ են, իմա և սերմանյալ պահեցավ իքեն, և կոչեցյալ հերկիր դարձավ, և այժմ աղաչեմ կս քեզ Տեր, և ըս մեզ ամենեսյանս հավատացյալցի քեզ արժանի արա, զայս ահավոր, և ըս սոսկալի օրս տպավորյալ հանապազ առաջի աչած մերոց, պատկերացո Տեր, զանրաժեշտ գալուստ քո առաջի աչած մերոց, դու Տեր, քաղցրությամբ քով քավյա ըս մեղսի մեղած մերոց, և ժամանեցո արժանապես հանդիպիլ փառացդ, Փեսայիդի գալստյանքում, նորոքյա և ըս մարմին խոնարհության մերով, ըստ անեղծ փառածքոց, Հիսուս Քրիստոս Աստված մեր, և քեզ ընդհոր, և Սուրբ Հոգույն, վայել է փառք իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Քահանակ և ժողովուրդ, հայցե մեքեն Տեր բարեգոտ, ըզննջեցյալսն հավատով, ընկալս մեզնով ենոսով, Երուսաղեմ քաղաքվերին, որում արդարքն ժողովին, հարսվեր ելքել միշտնոսին, երորդոտյան յականձին, իվերին Երուսաղեմ, բնագարա նսրեշ կագած օրենով և եղիաս կան ձերացյալ աղավ նագեր իդրախտին եդեմական պայծառացյալ արժանապես ողորմած
Հոգվոցն մեր ննջցելոց Հոգվոցն անգուցելոց Քրիստոս Աստված արահանգիս և ողորմություն և մեզ մեղավորած շնորհյա ստողություն անցնած և ևս խաղաղության ըստեր աղաչեսուկ վասն հանգուցյալ հոգվույն աղաչեսուկ ըսպրկիչն մեր Քրիստոս զի ըսան դարդարն դասեսե ևս մեզ կեսուս շնորհի ողորմության յուրո ամենակալ Տեր Աստված մեր կեցու է ողորմյա Տեր ողորմյա Տեր ողորմյա Տեր ողորմյա Քրիստոս որդի Աստուծո անոխակալ և բարեգութ գթարարչական սիրովդ իհոգիս ննջեցելոցն համորեն հավատացելոց Տեր ևս առավելիշի ազհոգի Հակոբ Հովսեփյան անուն ծառայի և Հովսեփյան Գերդաստանի համորեն ննջեցելոց հոգիքն հիշյա հավուր մեծի գալստյան արքայության քո արարժանի ողորմության խավության և թողության մեղած դասավորյալ պայծառացո ընցուրփս քո հաչ Հակոմյան դասուն զիդու ես Տեր և արարիչ ամենեցուն դատավոր կենթանյաց և մռելոց և քեզ վայել է փառք իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ երգինս ես Սուրբ Եղիցի անուն քո եկեսե արքայություն քո եղիցին գամ քո որպես հերկինս և հերկրի այս հաց մեր հանապազոր տուր մեզ այսօր և թող մեզ պարտիս մեր որպես և մենք թողունք մերոց պարտապանած և մի տանիրս մեզ ի փորձություն այլ փրկյազ մեզ իչարև զիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն Օրնություն և փառք հորևորդ քո և օգնույն սրբո այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն Խունկ մատուցանեմ առաջի քո Քրիստոս բուրումն հոգեորական ընկալս այսօր երկնային և իմանալի մատուցարանդ առաքյար մեզ փոխարենը շնորհս ևս պարգևետ հոգուց սրբով և քեզ բարերարիչ Աստծո վայել է փառք իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն Ժորժան այսօր այգուցի հիշատակի առիթով է որ իր գերեզմանի առջև ենք այգուց բառը հենց եկեղեցական իմաստով նշանակում է հաջորդ օրվա գերեզմանի այցելություն և կարգ և աղոթ ի տարբերություն էգնահողի կամ ինչպես ժողովուրդն է հնչեցնում այս կարգը հաստատվել է այն ավանդության հիման վրա երբ Քրիստոսի խաչելությունից հետո աշակերտները իջեցնում են խաչից մարմինը պատանքում և դնում իմամփոր գերեզմանի մեջ և հայսմավուրդում ասում է որ կանայք մնացին հեռվում չեկան Տիրոջ գերեզման և միայն հաջորդ օրը արդեն յուղաբեր կանայք Աստվածամայրը Մարթան և մյուս Մարիամը խունկ և յուղաբեր անուշահոտ յուղով գնացին Տիրոջ գերեզմանը խնկարկելու, օծելու և աղոթ կանելու և քրիստոնեական եկեղեցին այդ ավանդության հիման վրա սահմանեց նաև այս կարգը Մեսրոպ Մաշտոցը և Սուրբ Սահակ Հայրապետը հաստատեցին այս աղոթքը, որպեսզի դուք կանայքը հնարավորություն ունենաք հաջորդ օրը գալու, խունկ վառելու և նաև ձեր աղոթքը ուղղելու Տիրոջը, որովհետև այս ամենը մեր ննջեցյալների համար է, իսկ Աստված մեզ շատ սիրելով է, որ այսպիսի փոխհարաբերություն է հաստատել մեր և մեր ննջեցյալների միջև, որպես իրենք կարողություն, հնարավորություն ունենան մեր աղոթքներով արժանանալու Աստծո ներողամտությանը, Աստծո սիրուն և Աստծո գթությանը։ Եվ այդպես մինչև Տիրոջ երկրորդ գալուստ և երկրորդ գալուստով հարություն և հարության այդ միտքը, այդ գաղափարը մեր կյանքում ամենակարևորն է և հիմնասյունն է, որովհետև եթե մենք չենք հավատում հարությանը, Տիրոջ այդ խոստումին, հավիտենական կյանքին, մեղավորների հավիտենական տանջանքին, ուրեմն ամեն ինչ առ ոչինչ է։ Թող Աստված զորակցի ձեզ ուժ կարողություն տա, որպեսզի ձեր կյանքի բոլոր պահերի մեջ, բոլոր օրերում միշտ հիշեք և աղոթ կանեք նաև ձեր ննջեցյալների համար։ Աստված հոգի կիսավորի մնաց խաղաղության մեջ։ Մոտեցեք, մոտեցեք։